պատկերացնում եմ նաև գուցե զզվանքի են աստիճանը, որ մարդիկ ունենում են ու ասում են, որ ինչով է էլի զբաղված մեր ազգային ժողովը այն մարտահրավերների պայմաններում, երբ մենք ունենք եւ դրա համար առաջինը մեր քաղաքացիներին եմ ուզում դիմել, հասկանում եմ, որ հոգնել եք, իսկապես հոգնել եք այս քննարկումներից ու չեք տեսնում ձեր շահերի ու խնդիրների արտացոլանքը այս քննարկումների, բայց ես ուզում եմ, որ նաև հստակ պատկերացնեք ինչու է այդպես ստացվում։ Գիտեք, իշխող ուժը ջանք չի խնայում ցույց տալու կամ ապացուցելու համար, որ դա դե իրենք միշտ սուրբ են, չար, վատ, ընդդիմության մեղքն է, որ այդպես է, ծեծկրտուկ լինում է ընդդիմությունն ասադրում, քննարկումների, որ այս որակի են ընդդիմությունն է, բայց ես ուզում եմ, որ այս հարցի պատասխանը դուք փնտրեք մի հատ պարզ արգումենտի մեջ, էլի։ Մի հատ նայեք մինչև 2018 քննարկումները ու ազգային ժողովը, նայեք 18-ից հետո փոխվել է ազգային ժողովում, ընդդիմություններ են փոխվել, բայց քննարկման որակը ոչ միայն չի լավացել, այլ գնալով վատացել է։ Նայեք, որտեղ է ԿՊ-ն իշխանություն ու տեսեք ինչ մթնոլորտ է այդտեղ, Երևանի ավականու նիստերը նայեք որտեղ է ոչ ԿՊ-ական իշխանություն, կլինի Կապանում, կլինի Գյումրիում, որտեղ շատ փխրուն կոալիցիա էր, ու տեսեք այնտեղ ոնց է ընթանում։ Ուզում եմ ասել, այս երբես գնահատականները տալիս ենք, նշենք հասցեատիրոջը ու նրան ում պատճառով այս քննարկումները այս մակարդակի են։ Ու այս նախաբանը նրա համար էր, որ թողած այս մեր բոլոր մարտահրավերները իշխանությունը ամեն անգամ բանը կոծկելու համար երկրում տիրող իրավիճակը պնդում է, որ ընդդիմությունը 0 ազդեցության ուժ է, դաշնակցությունը գոյություն չունի, 7 տարի է թաղել են, 7 տարի է ամեն օր թաղում են, ու գալիս են, գրանցվում են 30 ելույթ, 29-ը խոսում են ընդդիմության մասին։ Ես ընդդիմությանը ու դաշնակցությանը մեղադրանքներին կանադառնամ, բայց դրանից առաջ ուզում եմ ասել ինչի է տենց լինում, որովհետև ժողովուրդ ջան, այո, երկրում 37 թվի մթնոլորտ է, հեսա կբացատրեմ, դուք շատ հեգնում եք այդ, ինչ է կատարվում։ Ռուբեն Ռուբինյանը ապացուցելու համար իմ են պնդմանը, որ ցանկացած ընդդիմադիր համայնքապետ ով ընտրվում ով ձեր համար խնդիր կալանավորում է, գալիս այս ամբիոնից ցանկա կարդում ընդդիմադիր համայնքապետերի ու ասում է ում ենք սրանցից հետապնդել։ Առաջինը տալիս է Դավիթ Համբարձումյանի անունը։ Դավիթ Համբարձումյանի, որին 3 վճիռ կայացվեց 6 տարի 3 ամիս կալանավորելու Ռուբեն Ռուբինյանի մոտ տպավորություն է, որ դուք չհետապնդվողների ցանկը չեք կարդացել, հաջորդականությունն եք կարդացել ում եք կալանավորելու։ Այդ ձեր ցանկում քրեական գործեր կան մարդկանց վրա, կապանից սկսած, այնտեղ համայնք եք նշում, որտեղ իշխանությունը բռնի փոխել եք։ Այսինքն, այս է այս մարդկանց չհետապնդելու օրինակը։ Ուզում եք մեկ օրինակով ցույց տամ, որ եկեղեցու դեմ կատարվողը բացառապես քաղաքական արշավը անձամբ վեհապարի նկատմամբ։ Դուք մի ձայնագրությունով, որտեղ ինչ որ մեկը քահանա նախկին ասում է վեհապարը ինձ ասել է մայրիկիդ վերցրու գնա ցույցի։ Այդ դրվագով դուք քրեական հետապնդում եք, վարույթ եք հարուցել ամենայն հայոց վեհապարի նկատմամբ ու ծաղրում եք եկեղեցու այն հայտարարությունը, որ չի բան արել, չի անդրադարձել այդ դրվագին, բայց ասում է ձայնագրությունը ապօրինի է։ Ուզում եք մի դրվագով տեսնել որտեղ է, ոնց է երևում, որ դա քաղաքական հետապնդում է։ Իսկ դուք այս մի ձայնագրությունը հիշում եք։ Նիկոլ Փաշինյան, Արթուր Վանեցյան, Սասուն Խաչատրյան հեռախոսազրույցի գաղտնալսման նոր ձայնագրությունը կալանավորել ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, թե ոչ խոսակցության առաջին հատվածում վարչապետի պաշտոնակատարն ու ԱԱԾ տնօրենը քննարկում են հարցը, խոսում նաև Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու հարցի շուրջ։ Վարչապետ, հիմա նայեք, Խաչատուրովին ուզում ենք տանենք կալանքի։ Խաչատուրովին ուզում ենք տանենք կալանքի, ԱԱԾ պետը վարչապետին։ Հիմա գիտեք ինչ եղավ այս ձայնագրության հետ։ Չէ, դուք վարույթ չառուցեցիք, որ ուզում ենք Խաչատուրովին կալանքի տանել, ԱԱԾ պետը Սասուն Խաչատրյան դա քննարկում է։ Վարույթը հարուցվեց, որ ձայնագրությունը եղել է ապօրինի։ Պատկերացնում եք, այտենց ոչ քաղաքական հետապնդում, երբ Փաշինյանին է վերաբերում։ Մի հատ էլ պարզ դրվագ ես ուղղակի կարամ ասեմ, այդ որ շոուով ներխուժում եք, այդ մարդկանց ուզում եք ծեփեք պոլին, չգիտեմ, դռները ջարդում եք, այդ մարդկանց Միքայել Աչապահյանին ծանուցում ուղարկել եք, որ ներկայանա, ու չի ներկայացել դրա համար եք վեհարան մտել։ Թե ուղղակի ուզում եք այդ շոուն ստանալ, ու ժողովուրդը անընդհատ այդ շոուների առավոտյան պիտի արթնանա այդ շոուների դրվագով։ Էդ է, հասկանում եք, ու ձեր մի քիչ սափրված լինելը, սրտի կանելը ձեզ ոչ ավտորիտար կամ ժողովրդավար չի սարքում, ժողովուրդ։ Այո, ժամանակները զարգացել են, 21-րդ դարն է, գուցե դուք Սադամ Հուսեյնի տեսք չունեք, այո, 37 թվի համեմատ մենք համացանց ունենք, բայց դուք դրանից ավելի ժողովրդավար չեք դարձել։ Էդվարդ Աղաջանյան, հմեկը այլևս մենաշնորհ չունի, մարդը կարա
կարա Facebook-յան լայվով, կարճ վիդեոյով իր տեսակետը արտահայտի, դուք դրա այդ բան չեք կարա անեք։ Բայց դրա համար հմեկով արցախցիների խոսակցությունը կոշիկի մասին ներկայացնում է կաշառքի մասին խոսակցություն։ Ու ավտորիտար լինելու մասին ոչ թե սրտի կանելը, տենց ակուրատի հագնվելը, վկայում ավտորիտար լինել կամ չլինելու, այլ վկայում է իշխանության ամբողջական կենտրոնացումը մի ուժի ձեռքին, վկայում է ԲԴԽ նախագահին մեկ SMS-ով հեռացնելը, վկայում է այլակարծությունը երկրում ամեն կերպ ճշտելը, թե չկարա գաք հարյուրավոր սրտիկներ անեք, դրանից ոչ մի բան չի փոխվում։ Հա նոր տիպի բան է ավտորիտարիզմաձերը, բրենդինգը ավելի լավն է, բայց էությունը դրանից չի փոխվում։ Հիմա գալով մեղադրանքներին արդեն։ Գիտեք, այս մեղադրանքներից իսկապես ես անկեղծ առանց հեգնանք չափազանց շնորհակալ եմ դաշնակցության մասին ձեր ցանկացած ելույթից։ Դուք առիթ եք տալիս մեզ, մեր հասարակությանը, Էդուարդ Աղաջանյանը էլի ճիշտ է ասում է, երիտասարդներին, ովքեր շատ տեղյակ չեն, ներկայացնելու ու բացատրելու մեր մոտեցումները ու մեր պատմությունը։ Հիմա մեզ մեղադրանքը ինչ էր այս օրերի ընթացքում։ Պատկերացնում եք, դաշնակցությանը մեղադրում էին 88 թվին Սումգայիթի ջարդերից հետո անկախություն չգոռալու մեջ։ Դաշնակցությանը մենակ դրա մեջ էր մեղադրում Ռուբեն Ռուբինյանը։ Ու որ ապացուցի իր երկաթբետոնյա այս պնդումը, բերել էր մեր պաշտոնաթերթից հատվածներ։ Հեսա դրան կանրադառնամ։ Բայց ժողովուրդ ջան, ձեր փաստարկները գիտեք ինչի են զրոյական նշանակության։ Այս թուղթը այսինքն հրապարակումը, տեքստը, հրապարակել է Արայիկ Հարությունյանը 2019 թվականին իր պաշտոնական էջում, Արայիկ Հարությունյանը այդ ժամանակ ԿԳՄՍ նախարար էր, գիտեք այս ինչ թուղթ է, այս բոլշևիկների կեղծ նամակն է, որ իբր մեր պետության հիմնադիր Արամ Մանուկյանը Անդրանիկ Օզանյանին հանձնել է թուրքերին, ձեր ԿԳՄՍ նախարարը ատելությունից կուրացած, որտեղ մի քանի տասնյակ երիտասարդներ համարձակվել էին իր դեմ ցույց անել, վերցրել է պետության հիմնադրին բոլշևիկյան այդ պրոպագանդայի, վերցրել է իր պաշտոնական էջով հրապարակել, ասել է տեսեք դաշնակցությունը ինչ ուժ է, որ Արամ Մանուկյանը Օզանյանին ուզել է հանձնել թուրքերին։ Ձեր փաստարկները սենց են, ձեր փաստարկները Ռոբերտ Աբաջյանի պապիկի այդ մակարդակի են, հասկանում եք, դրա համար են, բոլորը նույնն են, 004, չգիտեմ, դաշնակցության մեղադրանք անկախության չուզելու։ Հիմա գանք այդ մեղադրանքներին։ Դուք ինչ վերցրել եք, որով մեր մեղադրում եք, մեզ ուզում եք մեղադրեք, ինչ կլինի։ Մեր պաշտոնաթերթերից եք վերցրել, հասկանում եք։ Մենք դա հրապարակել ենք, մենք ենք դա հրապարակել։ Ռուբեն Ռուբինյան, եթե ձեր մոտ Civic-ում հրապարակված ամեն ինչ ձեր պաշտոնական տեսակետն է, մեր մոտ տենց չի։ Մեր մոտ այո, խրախուսվել է եւ խրախուսվում է բանավեճը, դրոշակում, դաշնակցության առաջին դեմքերը բանավիճել են սոցիալիզմի դերի մասին, բանավիճել են ազգայնականության դերի մասին, ու հրապարակային են բանավիճել, ու դաշնակցության հորդորով են բանավիճել, ու դա է մեր ու ձեր տարբերությունը, մենք դա խրախուսել ենք, ու պաշտոնաթերթով տպել ենք, դուք կարաք Էդիկ Հովհաննիսյանից ավելի վիճահարույց պնդումներ բերեք, բայց դա բանավեճ է եղել, որը ձեր մոտ չկա, որը ձեր մոտ ամեն անգամ նրանով, որ ձեր հետ համաձայն չի, հայտնվում անդեղ, հասկանում եք, դուք մեզ չեք ներում, ձեր հակապատկերը լինելու համար, այդ է ընդհանրապես խնդիրը, իսկ կուսակցության պաշտոնական տեսակետները արտահայտվում են կուսակցության պաշտոնական հայտարարությունները, ու այս մեղադրանքները, որ կա, ես շնորհակալ եմ, որովհետև դուք մի կողմից դաշնակցությանը ներկայացնում եք արկածախնդիր, ռոմանտիկ, ծայրահեղական ուժ, մի կողմից հանում ենք հայտարարությունները, տեսնում ենք, որ այն պարագայում, երբ այո, դաշնակցությունը Արցախում ունեցել է ղեկավար, այո, իր ամբողջ ուժերում ուժերով կռվել է Արցախում, դաշնակցությունը օրինակ երբեք չի ասել Արցախը Հայաստանն է ու վերջ, ինչա դժվար էր ասել, գայթակղությունը քիչ էր ասել, բայց այդքան քաղաքական հասունություն է ունեցել։ Ու այդ 30 տարի առաջվա հայտարարությունները, որ կարդում եմ, ես ոչ թե ամաչում եմ, այլ ասում եմ հերատես է եղել այս ուժը, այո ամբողջ ուժերով գետնի վրա կռվել է, բայց այն հայտարարությունները, որ դուք եք արել, չի արել, ու մենք հենց տենց ենք պատկերացնում, հա ժողովուրդ ջան, հա սիրելի երիտասարդներ, այս ուժը ամենաշատն է 600 անգամ օրը ինքնիշխանությունից է խոսում, բայց ինչ է անում գետնի վրա, ու այլընտրանքը դրա որն է, այլընտրանքը այն է, ինչ իրանք ցույց են տալի, որ մենք արել ենք, այո կարող է մենք 600 անգամ ինքնիշխանություն չասենք ու 600 անգամ խաղաղություն չասենք, բայց գետնի վրա քայլեր իրականացնենք, որ դա ապահովի, ինչպես եղել այն առաջին 30 տարի առաջ, այսինքն այդ է տարբերությունը։ Էդ է մեր ու ձեր տարբերությունը, ծայրահեղական ուժի հայտարարությունը հանում են ամենակշռադատված, բոլոր վտանգները հաշվի առած, հայտարարություն,
ու մեղադրանքը այնա ընդամենը, որ 88 թվին Սումգայիթի ջարդերից հետո Դաշնակցությունը պարզվում է չի գոռացել անկախ Հայաստան։ Ժամանակը սպառվեց, շնորհակալություն, Գեղամ Մանուկյան, համեցեք։ Այ մամա ջան։